այդ հետետրական զարգացումները այլևս կարող են ձեր վերահսկողությունից դուրս գալ։ Ես բացառում եմ Հայաստանում հետետրական զարգացում։ Ես ասած եմ կարծեմ հրապարակային ասած այո հարցազրույցը, որ հետետրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընդդիմությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետետրական զարգացում ունեցնել բացառված, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմին եռագրելու կուսակցությունը ընդհանրապես թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետեւական process-ը չի լինի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շանթ։ Պարոն վարչապետ, այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում Հայաստանի համար որն է ամենակարևոր ռիսկը եւ ամենագլխավոր հնարավորությունը։ Ամենագլխավոր հնարավորությունը եւ ես չի ասի հնարավորությունը, որտեղ դա ապահովությունը, խաղաղությունն է, թույլ նախագիծն է, տարածաշրջանային համագործակցությունը եւ տարածաշրջանային կապուղիների բացումը, այդ ամեն ինչը գիտեք ինչ արդեն տեղի ունեցել է, հիմա այլ բան իրականացման տեղի ունեցած փաստի գետնի վրա արձանագրելու էտապների եւ արագության մասին է գնում խոսքը, իսկ ռիսկեր Հայաստանը բացարձակապես չունի ավելի մեծ ռիսկեր, քան այսօր աշխարհի վրա գտնվող որևէ այլ պետություն։ Այսինքն չկա որևէ այլ պետություն, որ Հայաստանից պակաս ռիսկեր ունի։ Չկա այդպիսի պետություն։ Այսինքն Հայաստանը ռիսկերի այս պահին ռիսկ հնարավոր ամենաառիսկ մակարդակում է գտնվում եւ այսօր պարզապես ես չեմ պատկերացնում, որ երկրի վրա կա որևէ պետություն, որ ռիսկերի ավելի պակաս մակարդակ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետությունում, բառից բուն իմաստով միլիարդների ներդրումային հոսքեր։ Ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ տնտեսական վերելքի շարունակություն եւ տնտեսական վերելքի տեմպերի էական ավելացում, ինչի հաշվին մասնավորապես թրիփ նախագծի եւ թրիփ նախագծի մասնավորապես արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ մենք ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, մենք ունենալու ենք նոր որակի տնտեսություն, մենք ունենալու ենք արդեն իսկ ունենք նոր որակի պետություն եւ մենք պետության վերելքը շարունակենք։ And the next question, our colleagues from Italy. Здравствуйте, Люча Белинальда, итальянская пресса. Спасибо большое. Вопрос. Вы на будущее хотите